Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Որպես կենտրոնական դրական հանձնաժողովի անդամ, ով դիտարկել է եւ ուսումնասիրել է բոլորին դեմ են կուսակցության կողմից ներկայացված թղթապանակը եւ բոլոր թղթերը, ես առարկություն չունեմ եւ առաջարկում եմ, որպեսզի բոլորին դեմ են կուսակցությունը գրանցվի որպես կուսակցություն։ Տիկին Գրիգորյան, ցուցակի տեխնատուների հետ կապված Ցուցակի տեխնատուների հետ կապված առարկություն չունեմ, 48 ժամ չի տրվել։ Հարգելի գործընկերներ, կրկին անգամ ճշտում եմ։ Բոլորին դեմ են կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հետ կապված։ Կան առարկություններ, չկան։ Այդ դեպքում ընտրական օրենսգրքի համաձայն բոլորին դեմ են կուսակցությունը համարում է գրանցված առանց քվեարկության։ Եվ հաջորդ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման հարցը զեկուցող կրկին Տիկին Գրիգորյանը, համեցեք Տիկին Գրիգորյան։ Կրկին Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չունեմ եւ առաջարկում եմ գրանցել կուսակցությունը։ Հարգելի անդամներ, Ուժեղ Հայաստան կուսակցության գրանցման վերաբերյալ առարկություններ կան, չկան։ Այդ դեպքում Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը եւս իրավունքի ուժը համարում է գրանցված առանց քվեարկության։ Հաջորդը ժողովրդավարական համախմբում կուսակցության ընտրական ցուցակի հարցը եւ զեկուցող պարոն Կարապետյան, համեցեք։ Շնորհակալություն։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության ընտրական ցուցակում թերություններ եւ լրացնելու փաստաթղթի անհրաժեշտություն չի եղել, 48 ժամ չի տրամադրվել, հետեւաբար առաջարկում եմ գրանցել։ Հարգելի գործընկերներ, ժողովրդավարական համախմբում կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հետ կապված կան առարկություններ, չկան, այդ դեպքում ժողովրդավարական համախմբում կուսակցության ընտրական ցուցակը համարում է գրանցված։ Հաջորդ հարցը ազգային ժողովի 2026 թվականի 7 ընտրություններին միասնություն ԹՎ կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցն է, զեկուցողը Տիկին Մարկոսյան, համեցեք։ Միասնության ԹՎ կուսակցության փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրությունների ժամանակ ոչ մի թերություն չի նկատվել, առաջարկում եմ գրանցել միասնության ԹՎ կուսակցությանը։ Հարգելի անդամներ, միասնության ԹՎ կուսակցության գրանցման հետ կապված կան առարկություններ, չկան։ Այդ դեպքում միասնության ԹՎ կուսակցությունը համարում է գրանցված առանց քվեարկության։ Հաջորդ հարցը Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի գրանցման հարցը, զեկուցողը Աննա Գրիգորյան, Տիկին Գրիգորյան, համեցեք։ Լուսավոր Հայաստան կուսակցության փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրման ժամանակ եւս չեն հայտնաբերվել թերություններ, առաջարկում եմ գրանցել Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ Հարգելի գործընկեր, Լուսավոր Հայաստան կուսակցության գրանցման հետ կապված առարկություններ կան, չկան, այդ դեպքում Լուսավոր Հայաստան կուսակցությունը եւս գրանցված է։ Հաջորդ հարցը ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության ընտրական ցուցակի հարցն է, զեկուցողը Տիկին
Հովհաննիսյանն է, բայց քանի որ Տիկին Հովհաննիսյանը հարգելի բացակայ է, ես կներկայացնեմ